Երկիր Մուսա, դու այն մարդուն հնարամիտ ու բանիմաց, ով թափառեց երկրե երկիր, ինչ նվաճեց Իլիոնը մեծ, ով քաղաքից քաղաք անցավ, ծանոթացավ մարդկանց բարքին, որի հոգին թունավորվեց, երբ տանջվում էր մութ ծովերում, ով փափագեց ամբողջ սրտով տուն հասցնել ընկերներին, բայց հակառակ իր ցանկության անզոր եղավ փրկել նրանց, քանզի նրանք կործանվեցին իրենց հիմար մեղքով միայն։ Կերան նրանք Հիպերոնյան արեգակի արճառներին, նա էլ զրկեց նրանց հոգին վերադարձի բերկրությունից։ Ով դիծուհի, դուստր Զևսի, այդ դեպքերից պատմիր դու մեզ։ Մինչ բոլորը, ովքեր ահեղ այդօրհասիս խուսափելով, տուն են դարձել պատերազմի և ծովերի ահից փրկված, միայն նա է դեռ դեգերում, տնից հեռու կարոտակեզ։ Կալիպսոն է նրան պահում, հավերժահար սնայն վեհաշուկ, փափագելով մթին այրում, տեսնել նրան իբր ամուսին։ Տարիները թավալվեցին և ժամանակն արդեն հասավ, երբ օգնությամբ աստվածների վերադարձավ նա հայրենիք, բայց իր տանն էլ անզոր եղավ նա խուսափել տանջանքներից։ Ամենազոր աստվածների աչքը քաղցր էր նրա վրա, սակայն հզոր Պոսեյդոնը զայրացել էր Ոդիսևսից, մինչև որ սա բյուր տանջանքով հասավ երկիրն իր կարոտած։ Ցանկանալով ներկա լինել զոհաբերման մեծ հանդեսին, Պոսեյդոնը ետով պածոց հեռու երկիրն էր գնացել։ Որոնք ապրում են աշխարհի հակոտնյա զույգ ծայրերում, նրանց մի կեսն արևելքում, իսկ մյուս կեսը արևմուտքում։ Այնտեղ բազմված ըմբոշխնում էր, ճիշտ նույն ժամին օլիմպոսյան աստվածները հայր Զևսի մոտ հավաքվեցին մեծատյանի։ Առաջինը խոսքը սկսեց հայրը մարդկանց ամենազոր, քանզի հիշեց նա իր հոգում Էգիսթոսին ազնվազարը, որին զարկեց Օրեստը քաջ, Աթրիդեսի կտրիչ որդին։ Վերհիշելով նրան այսպես, Զևսը դիմեց անմահներին. «Զարմանում եմ, մեզ վրա են մեղքը բարդում անմիտ մարդիկ, իբր մեզնից են միշտ բխում չարիքները աշխարհավեր, մինչդեռ մարդիկ անմտորեն իրենց մեղքից են հալածվում և ավելի շատ դառնանում, քան նրանց բախտն է սահմանել»։ Էգիսթոսն էլ այսպես ահա, ապօրինի և անխորհուրդ, Աթրիացին Ագամեմնի սիրունատես կնոջն առավ, այնուհետև Աթրիացին արքայի դեմ սև մանյութեց, ի հեճուկս աստվածների, քանզի նրանց զգուշացրինք, Արգոսպան պերճ Հերմեսին պատգամատար ուղարկելով, պատվիրեցինք հեռու մնալ այդ անօրեն արարքներից և հայտնեցինք, որ Օրեստը վրեժ կառնի իր հոր համար, երբ որ Արտեմ, որպես կտրիչ, վերադառնա նա հայրենիք։ Հերմեսը այսպես խորհուրդ տվեց, բայց հակառակ իր ցանկության անզոր եղավ համոզելու, նա իր մեղքն է այժմ քավում։ Այսպես նրան պատասխանեց Աթենասը Կապուտաչյա. «Հայր մեր, հզոր Կրոնոսացին, գերագույնդ անմահներից, այժմ արդեն նենք Էգիսթոսն իր արժանի պատիժն առավ, թող այդպիսի վախճան գտնի, ով անգութ է ու դավաճան։ Բայց խորագետ Ոդիսևսի համար եմ ես մտահոգված, այն դժբախտի, որ շատ երկար տառապում է անդաստական, մի ալեցեց կղզու վրա, որ կենտրոնն է ծովերի, ծառախիտ այն կղզու վրա, ուր պալատներն են դիծուհու, չքնաղ դստեր չար Ատլասի, որ այնքան քաջ է ծանոթ ծովի բոլոր մութ վիհերին, և սյուներով բարձրագագաթ, անծայր երկինքն անապ երկրից բաժանել է հավերժաբար։ Կալիպսոն է իր մոտ պահում լացակումած Ոդիսևսին, անվերջ փորձում է համոզել նրան դյութիչ իր խոսքերով, որ անպայման նա մոռանա իր իթակ են գեղատեսիլ, բայց Ոդիսևսն աստվածակերպ փափագում էր թեկուզ հեռվից տեսնել ծուխն իր հայրենի տան, ապա մեռնել խաղաղ սրտով։ Դու էլ արդյոք չես կարեկցում նրան, ով Զևս Օլիմպոսյան, միթե նա չէր, որ Արգոսյան արագընթաց նավերի մոտ թանկ զոհերով պատվում էր քեզ Տրովադայում լայնածավալ, այժմ ով Զևս, ինչու սիրտդ այդքան խռով է նրանից»։